Դե մի քանի հատ մեծ բան տեղի ունեցավ այս մի տարվա ընթացքում։ Երևի ամենաարժանավոր իրադարձությունը Firebird-ն էր, $500 միլիոն AI Factory սարքել է Հայաստանում։ Կարծում եմ այդ նոր ենք հասկանում, թե ինչ հնարավորություն է բացելու Հայաստանի համար։ Հուսանք շուտով կդառնա իրականություն։ Որոշ ստարտափներ գնացին իրենց հաջորդ ֆինանսավորման փուլերին, դա էլ էր շատ հավես։ Կարծում եմ, որ 26-ը ավելի ու 25-ի կեսն էլ ու 26-ն էլ ավելի խոստումնալից է։ Ու մեծ ակնկալիքներ ունեմ, որ լավ բաներ է կատարվելու էկոսիստեմում։ Դրականով plug and play գալն էր Հայաստան, որը նախարարության կողմից երևի մեծ բան ու օգտակար երևի էր, որ կատարվել է պետության կողմից։ Դա բացական է, թվում է այս օրենքը, որ ընդունվեց, ընդհանրապես չէր բավարարում մարտահրավերներին ու այդ մրցակցային չէր սարքում Հայաստանը։ Թվում է այդ առումով վատ իրավիճակում ենք հայտնվել։ Այդ մակրո պատկերում, միկրո պատկերում ամենամեծ խնդիրը մնում է տաղանդի քիչ դնելը Հայաստանում։ Իսկ դա երկարաժամկետ խնդիր է, պետք է շատ ներդրումներ անենք համալսարանների մեջ, դպրոցների մեջ, արմատի նմանատիպ այլ ծրագրերում։ Աճը հաստատ դանդաղել է։ 22 թվականի պատերազմը, որ սկսեց Ռուսաստանի, Ուկրաինայի, բազմաթիվ ընկերություններ եկան, հետո մի մասը նաև մեր դանդաղ գործելու հետևանքով գնացին Հայաստանից, ու այդ շատ բացասական ազդեցություն ունեցավ։ Արագ, հետո նվազում, հա։ Բայց իմ կարծում է ստաբիլացել է ու վերադարձել է ավելի բնականոն զարգացմանը, ու էլի կարծում եմ ռեալիստիկ է տարեկան 15-20% աճ թիրախավոր է ոլորտի համար։ Հաշվի առնելով, որ նաև AI-ը մեծ արագություն է բերում ընդհանուր տեխնոլոգիային։ Կոնկրետ կոդինգի օգտագործումը, որ AI-ով կոդ գրվի, այդ անգամներով շատացել է, ու երևի ամենամեծ կիրառությունն է, արդյունքում պրոդուկտի սարքելն է անգամներով շատացել, բայց ավելի մասսական կիրառություններ պետության մեջ այլ բիզնեսներում գուցե ես չեմ տեսնում, բայց ինձ թվում է շատ համարապական։ AI-ը ամենամեծ տեխնոլոգիական հեղափոխությունն է, որ մարկությունը տեսել է, ինչ որ ստեղծվել է վերջի 5000 տարում, AI-ը կարող է փոխել ու նոր ձևով վերաստեղծել, իսկ այդ նշանակում է նոր ընկերություններ, նոր պրոդուկտներ ու նոր հաջողություններ։ Հիմա հարցը ովքեր են հիմնադիրները ու ընկերությունները, որոնք կարողանալ են գնալ ու այդ ստեղծված արժեքը իրանցով անեն։